Այս բարձունքից սկսվեց մեր հույսը, այս սուրբ լեռը դարձավ մեր տունը, իսկ աղավնին մեր ազատության ավետիսը։ Դարերի միջով այդ թռիչքը մեզ բերեց այստեղ, մեր արմատների և մեր ինքնության մոտ։ Խոր վիրապում մենք ուխտեցինք լինել անսասան, միավորեցինք կամքն ու հավատը, հանուն հզոր պետության։ Այսօր այդ ուխտը մեր ձեռքերում է, ժամանակն է շարունակել թռիչքը։ Այսօր մենք սկսում ենք մեր ժամանակների նոր արարչագործությունը, հանուն մեր տան և մեր զավակների։ Հայրենակից ձեզ մտովի ես տեղափոխում եմ Խոր վիրապ, որտեղ Հայաստանի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցան դարակազմիկ նշանակության իրադարձություններ, որը դառավ անփոփոխ եւ որը մեր ինքնության պարամետրերը որոշեց այսօր։ Մենք հիմա գտնվում ենք Խոր վիրապի տարածքում եւ հավաստում ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նվիրվածությունը քրիստոնեական արժե համակարգին, մեր ժողովրդի բարոյական կերպարին, մենք գալիս ենք հաստատելու գիտարդյունաբերական Հայաստանի կոնցեպցիան, գալիս ենք հաստատելու տեխնոլոգիական թռիչք պահանջող նվաճումների Հայաստանի կերպարը եւ անշուշտ ագրոարդյունաբերական, որը գյուղացիության, գյուղատնտեսության վերականգնման եւ էկոհամակարգի կանգնման հարցերը լուծելու համար։ Հիմա նախորդ ընտրաշրջանում մենք 5 տարի շարունակ քայլեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքներով, գյուղերով, շփվեցինք մեր քաղաքացիների հետ, այցելեցինք Սփյուռքի գաղթօջախներ, մեր իդեալը եւ մեր պատկերացումները տանելով եւ մեր ժողովրդին ասելով հետեւյալը, որ աշխարհի փափուկ ուժի խոշորագույն կենտրոնը Խոր վիրապն է, քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու փաստն է, եւ մենք հետամուտ եղանք կանգնած մնալ պետականության կողքին, կայունություն եւ զարգացում ապահովելու նպատակով։ Հիմա մենք գալիս ենք մի կարգախոսով։ Մենք ուզում ենք մեր երկիրն ունենա անվտանգություն, մեր երկիրն ունենա ազատություն եւ մեր երկիրն ունենա զարգացում։ Հիմա մենք գալիս ենք պաշտպանելու եւ մեր հավատարմությունը հայտնելու համաշխարհային քրիստոնյա ժողովրդավարական շարժման 3 կարևորագույն սկզբունքներին՝ ազատություն, արդարություն եւ համերաշխություն։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, համար 12։